կազմակերպել կենդանիների տեսունունդը կա արդեն, իրենց ապրել։ Այդ խնդիրը էլի կլուծվեր, ինքը իրոք դուր չմիրա, որովհետև ահագին կորուստ են ունենում գյուղացիները, և շրջակա գյուղերի և Եղվարդ քաղաքի բնակիչները զգալի կորուստ են ունենում այդ առումով։ Այսքանը Եղվարդ քաղաքի մասին, մյուսը Արգեր գյուղն է, որը հայտնի է իր հանքային ջրերի, աղբյուրների առկայությամբ, և սա աղբյուրների մեջ ամենահայտնի Թթու ջուր անունով հայտնի հանքային աղբյուրն է։ Այստեղ Հայաստանի տարբեր վայրերից ճիշտ է, գնում են, օգտվում են այդ աղբյուրի ջրերի ներկայությունից առողջարարներ, բայց կարելի էր, եթե ճիշտ քաղաքականություն մշակվեր, ճիշտ մոտեցում մշակվեր այս հանքային աղբյուրների ցանցի նկատմամբ, կարելի էր շատ մեծ գրավչություն հաղորդել սրան ու դրանով տուրիստական հետաքրքրություն առաջացնել և Հայաստանի ներսի բնակիչների և նույնիսկ դրսի բնակիչների համար։ Ինչը սակայն որ տեսնում ենք, որ համայնքի ղեկավարության կողմից չի կատարվում, ու Արգերի մյուս կենսաբազմազանության առումով հատկությունն է, որ այստեղ իշխան առանձնյակներ տեսակներ են հանդիպում, ինչը էլի սակայն շատ չի օգտագործվում համայնքի բնակիչների կողմից։ Այդ իմաստով մենք առաջարկում ենք, որ հնարավոր է արհեստական ջրավազանների և ձկնաբուծարաններ կառուցել, այնտեղ մեկը կա, բայց կարելի է ավելի շատացնել ու դրանով էլի համայնքի բնակչությանը օգուտ տալ։